Եթերում Նանտապանն է։ Եվ այժմ մենք զրուցելու ենք Քոչարի կուսակցության նախագահ պարոն Արտակ Սարգսյանի հետ։ Ողջույն պարոն Սարգսյան, շնորհակալ եմ ընդունելու համար մեր հրավերը։ Բարև ձեզ, ես եմ շնորհակալ, միշտ սիրով։ Այսպես անցումային շրջաններ են լինում, ընտրություններից հետո մենք զրուցեցինք, հիմա արդեն ազգային ժողովի առաջին օրերի աշխատանքից հետո ենք զրուցում, այսպես փորձում ենք վերլուծել այն ամենը, ինչ մենք տեսել եւ լսել ենք եւ խնդրելու եմ, որպեսզի դուք ձեր կարծիքով կիսվեք։ Նախորդ մեր հանդիպման ժամանակ ընտրություններից հետո էր։ Դուք ասացիք, ունենք 0 ընդդիմություն ազգային ժողովում եւ ասացիք, որ առանց ընդդիմության երկիր չի զարգանա։ Եվ ասացիք, որ շոուներ են լինելու եւ դրանից բացի ոչինչ չեք ակնկալում։ Այդպիսին է ձեր տպավորությունը մնացել, որ ունենք 0 ընդդիմություն, ինչու է 0 ընդդիմություն, իսկ գուցե մենք տեսանք, որ ընդդիմությունը պատրաստված է լուրջ աշխատանքի ազգային ժողովում։ Ես կասեմ, որ ավելի մեծ հիասթափություն ունեցա, թե ծաղրածուական բեմադրություններին, որը որ ինձ մեկ-մեկ թվում է, որ ժողովրդին դուր է գալիս, ասենք, որ ասում են նոր ընդդիմություն, երևի նոր էր, ասենք Ագնեսյան, Խամոյանը մազերը սև էր ներկե, մի հատ էլ կարող է վերընտրվի, եթե բլանդինկա կամ highlight անի մազերը, երևի ժողովրդին է դա պետք։ Ամենադեպս լայն քննարկվում էր, դա մարդիկ իրենց կարծիքներով։ Հիմա դե տեսեք քննարկումները, այդ ես չգիտեմ, այս հարթակից լակոտներ նստած ընդեղ հարցեր են տալիս սպիկերին կանտով կեքից, այսինքն եթե այդ մարդը ագենտ է Թուրքիայի, պետք է անենց դուրս գար ասեր գիտե, ունենց 3-4 հոգի նույն հարցը տարբեր ձևով տալիս է, ոնց որ ասենք այդ ազգային ժողովի սպիկերն էլ պետք է ասեր գիտեք, ես Թուրքիայի ագենտ եմ, ինձ կներեք ժողովուրդ ջան ու դուրս գար։ Մի հատ դրանց հարցերը տեսեք։ Հարցերը շատ բովանդակալից էին, պարոն Սարգսյան։ Ինչով էր բովանդակալ։ Ինչ հարցեր են տալիս։ Դե գնացել ես Ստամբուլ, Թուրք տեսել ես։ Մեկն էլ ասեց, բայ տղա ջան, բա դու ադրբեջանական սիմպոզիումին մասնակցում ես, լրագրողներ, նարեկներ ոնց որ հարցեր տալիս, ասում էր դե դա իմ կազմակերպածը չէր, դա իմ կային մեկը ընդհանրապես ասում էր իմ հետ հարգալից խոսացեք, ես կռված տղա եմ, այ մեր կուսակցության մեջ մեծ մասը կռված տղեկ են 90-ականների, 80-ականների, ով է այդպես բաներ ասում, մի հատ ջահել տղա հելն է ասում, իմ հետ հարգալից խոսացեք, ես կռված տղա եմ։ Մի հատ էլ Նիկոլի դեմ այդ հարցը տար, Նիկոլը 2 րոպեում ասեր որտեղ ես կռվել ու ոչ Զորամասի անուն ասեր, ոչ իման ու էլի այդ ձև կռվածների անունի հետ խաղալ։ Այսինքն մի հատ ավելի խայտառակ իրավիճակ, են Էդգար Ղազարյանն էլ ասում էր առաջի անգամա, որ վեհափար հայրապետը չի օրհնում, բայց եթե անցած ազգային ժողովը իր օրհնած էր, տատս կասեր, վայ հողը այդ ազգային ժողովի վրա այտենց օրհնած, այդ մի հատ խայտառակ իրավիճակ, այսինքն ասում եմ ավելի մեծ հիասթափություն, որ ես ասենք մտածում եմ, որ կարող է երիտասարդ սերունդ կանդ ինչ-որ լուրջ հարցեր բարձրացնեն, բայց որ տեսա ոնց որ Քարոզարշավի ժամանակ էր, ասենք, այդ մարդկանց խոսակցությունները, այդ մարդկանց հարցազրույցները խայտառակ, հիմա ավելի խայտառակ վիճակ եղավ ու ասում եմ ամենացավալին, որ մեկ-մեկ թվում է ժողովրդին էսա պետք, որ այս ժողովուրդը ասում է մեզ խաբեք։ Մենք միակ մոնոտոն ազգն ենք, որ չենք պայքարում, ինչ-որ հարց է լինում, ունենք արտագաղթ, գաղթ, այդ գաղթը այս ազգի մեջ մտել է ու շարունակում, ասենք, հարց են ուզում լուծեն, պետք է պայքարեն, պետք է դուրս գան փողոց, պետք է իրենց ձայների պահանջը դնեն, որ խաբել եք մեզ, դավաճանել եք մեզ, չէ, մարդիկ որոշում են հավաքվեն, չանցավ, լավ, սրանք մեզ խաբին, ինք ստե անելու բան չունենք, ընտանիքով հելնենք էթանք, մի մասը ասում է հելնենք, փախնենք, քանի հետևներիցս չեն ընգե, են մի մասը հիասթափված է հելնում, գնում մենք ստե անելու բան չունենք, հելնենք էթանք, էտա միակ այտենց ազգն ենք, որ ոչ վրացիների մեջ, ասենք տեսանք են շատ վատ դեպք եղավ Վրաստանում, որ ռուս աղջկան, են հարսանիքի ժամանակվա տղան հարվածեց, այդ տղային
ձերբակալեցին, ազգը ոտի կանգնեց, որ մի հատ ազգ չի, հա, այնտեղ սենց տարբեր ազգություններ են, հա, կա վրացերեն լեզու, կա Վրաստան, չկա վրացի ազգ, մեգրել, սվան, ես չգիտեմ, կոլխետինեց, բայց այդ ժողովուրդը ոտի կանգնեց, ու այդ մարդուն քնչականից հանեցին առանց ձերբակալման, հա, մենք ասենք մոնոէթնիկ ազգ ենք ու մենք մեր իրավունքների համար չենք կանգնում։ Ամենահեշտ ճանապարհը ասում եմ, այն գլխից ինչ եղել է այդ գաղթը, միջև հիմա արտագաղթ, գաղթ, այդ ենք։ Այսինքն դուք ենթադրում եք, որ այս իրավիճակում, այս ազգային ժողովի պատկերից հետո ժողովուրդը կրկին այդ ճանապարհն է բռնելու, իրեն ոչ ասելու է ոտքերով, ինչպես մենք ասում ենք։ Դե ես այդ եմ տեսնում, էլի։ Ասենք ուղղակի էլի եմ ասում, այնց խայտարակ, այնց մարդիկ են հարցեր տալ, այն արցախցի կինը, որ եթե ստուգես ադրբեջանցիքի հետ ինչեր են տվել առել, միշտ շփվել են, կանգնած հարցեր է տալիս, չմտածելով իրա, որ մի երկու հատ հարց իրան տան տակից չի ելնել, մի հատ խայտարակ իրավիճակ, ասում Մի խոսքով խայտարակ է բնութագրում աշխատանքը, բայց գուցե կա ընդդիմություն։ Այ մենք սկսեցինք նրանից, որ դուք ասում եք 0 ընդդիմություն, ինչու է 0 ընդդիմություն։ Գուցե հենց դա էլ ընդդիմության աշխատանքի ոճը պետք է լինի։ Այն երիտասարդի ասաց, հա, Նարեկ Կարապետյանի ասաց, որ մենք չենք թողելու այդ ադրբեջանական սահմանադրությունը անցնի։ Այ տղա, ասենք, այս ազգին 300,000-ով խաբեցիր գաղթականներով, ստացար ինչ-որ ժողովրդի ձայները, հիմա այդ հարցը ընդհանրապես հանել ես օրակարգից, հիմա էլ ասում ես, մենք եկել ենք ստեղ միայն և միայն, որպեսզի այդ ադրբեջանական սահմանադրության պրոյեկտը չանցնի։ Ինչ մի հիմարություն։ Դու ընդեղ քվեարկես, չքվեարկես, ոչ մի օրենք չես կարողանալու անցկացնես, ինչ օրենք նրանք ուզենան անցկացնելու են, դե անեիք, ասում եմ, անցած անգամ ասեցի, այդ Կոսով տիկնոջ Տիմոշենկոյի պես անեիք, դրոշակով փագեիք ձեր աթոռները, մի հատ հերթապա դնեիք, ինչ եք գնում աշխատավարձ ստանում։ Բա մենք ինչի պիտի ձեզ աշխատավարձ վճարենք։ Հա, փոխվել է անդիմությունը, Քոչարյանի տղեն ուրիշ վերջի շարքում է հիմա նստում, հա, էդ է, փոփոխությունը էդ է եղել, երիտասարդ դեմքեր են, աթոռների փոփոխություն, մազերի ներկելու գույնի ուրիշ փոփոխություն չկա, նույն մեր հաշվին աշխատավարձ են ստանալու, ժողովրդի վիճակը գնալով վատանում է, արտագաղթը չի կանգնելու, թանկություններ արդեն տեսնում ենք, հələ էլեկտրոէներգիա եւ այլ թանկություններ կունենանք, էդ է, ոչ մի Դրական բան չեք տեսնում։ Հա, ոչ մի դաշնակից լավ էլի ռեգիոնում չունենք, ներքին անվտանգություն վիճակը ողբալի, վիդեոները տեսնում ենք արդեն դա ռազմորկեք չեն, դա ռազմական միջոցառումներ են հասկանում եք, այդ արդեն սովորական են 90-ականների Ռուսաստան, այսինքն, այդ սովորական փողոցային ռազմորկեք չեն, որ դանակահարություն արդեն մարտական իրավիճակները, հա, գրանատ են գցում, մի հատը պայթում, մի հատը չի պայթում, ավտոմատով, ես վերջում համացանցեր ընկել են աղջիկ տղա, են զույգերի ծնողների իրար վրա կրակոցը, այ մարդը ռազմական լուրջ եմ ասում, ես ռազմական գործողությունները արդեն կատարվում, ես արդեն ռազմական գործողությունները ամեն մեկ հասկանում եք, երբ որ զենքը ընկավ սխալ ձեռքերում նա կրակելու է։ Բայց զենքը 2020 թվականից հետո է այդ նույն զենքն է, դա այդ զենքն է, դա ինչ զենք է մարդկանց ձեռքին։ Դա պետք է ներքին գործերի նախարարից պահանջել եւ որը որ չի կարողանում իր գործը կատարել։ Լավ, այս ֆոնին ունեցանք Ծառուկյան, Քոչարյան, դրանց գույքերի բռնագանձում դա ինչ է, այս շարունակություն է վճռական, ինչպես Ռուբինյանը ասաց իրավական վենդետա է լինելու, դա ինչ գործողություններ են, գուցե դրական գործողություններ են։ Նախ եկեք բռնագանձումներից խոսանք, հա, եթե խոսքը գնում է մուլտիից, մուլտին դա սեփականություն չէր, մենք, ես ասենք օլիմպիական սպորտ դպրոցում սովորել եմ, այնտեղ մեր սկիֆներ Սպարտիվնի կոմպլեքս, ինստիտուտը ֆիզկուլտուրы, այդ հողը վարձակալությամբ վերցված էր, որոշ ժամանակով
եւ չգիտեմ երբ էր լրանալու պետությունը պետքա վերցներ կամ հետ տար։ Հիմա ժամանակավոր վերցրել են էլի հետ կտան թե չեն, դա ընդհանրապես տեսեք, երբ որ խոսքը գնում է կառավարվող ընդդիմությունների, հա, կառավարվող ընդդիմությունները ոնց է կատարում աշխարհում, ասում է պետքա ժողովրդին ցույց տանք, որ քո ձեռից մի բան վերցնելու ենք, բայց մեկ ուրիշ կողմով հատուցում են դրա կրկնակի գումարը։ Հիմա անցած անգամ էլ տեսանք Ծառուկյանի ձեռքից ինչ-որ բաներ փորձեցին, հետո դատը հաղթեց եւ քանի միլիոն դոլար նրան հատուցեցին, հա։ Ասենք որ թվականից է այդ նույն բռնագանձումները շարունակում եւ տեղ չի հասնում։ Եթե հիմա Քոչարյանը մի 4 հատ հող ունի, որ չի օգտագործում, ասենք այդ Քոչարյանին կասեն այս հողերը մենք քո ձեռքից իբր կվերցնենք, բայց Քոչարյանի ես այս օթում տարածվող լուրերի միշտ Քոչարյանին երբ որ հարց են դնում թե ինչ ես ուզում, նա Հայաստան մոտ 3000 ապրանք է մտնում, 500-ը դա նրա մոնոպոլիան է եւ պետությունը դրան ձեռ չի տալիս, այսինքն այս կողմից տալիս է, այն կողմից կրկնակին վերցնում է։ Այդ շոուներին ժողովուրդը պետքա չխափնվի, թե իբր նրան ձեռքից ինչ-որ բան են բռնագանձում կամ ունի 100 հատ հող, 20 հատ հող, ստից ասում են, այս 10 հատը ձև կտանք թե քո ձեռքից վերցնում ենք, բայց այն մյուս կողմից կհատուցենք։ Այդ հողը եթե նա շուկայում պետքա ծախեր, ասենք $1000, իրան կհատուցեն $10,000։ Այտենց է կատարվում։ Հիմա մի հարցրեք որտեղից գիտեմ, արածել լինեն Կենիայում, չեմ խոստովանի։ Այտենց կատարվում։ Դե ես ասեմ, որ մի բան է Կենիայում, մի բան է Հայաստանում։ Նույնն է։ Կարծում որ նույնը ստեղ է լինելու։ Ես ասում եմ նույնն է։ Ես նույնիսկ ասեմ, որ ես չեմ էլ հավատա, որ դրանցից ինչ-որ մեկը նստած է։ Մենք էլ Կենիայում ունեինք խցեր, որ երկու դուռ էր, պահակը դիմացն էր կանգնած, մի կողմից մտնում էր, ստորգետնյա կապով միանում էր, դուրս էր գալիս, գնում էր տուն, առավոտյան էլի գալիս էր, պահակը բացում էր, ուտելիք էր դնում, որ պահակին հարցնեին, կասեր, հա, խցում նստած է։ Բայց այդ ստորգետնյա բրիտանացի քիս արքած, հա, այդ սարդ համակարգին ստորգետնյա Նայրոբիի միացած, ես չեմ հավատում, որ կոմունիստները այդ նույն համակարգը չեն սարքի։ Հիմա ես կարամ կասկածեմ, որ նրանք նույնիսկ նստածել չեն եղել։ Նայելով Սամվել Կարապետյանի այդ տնային կալանքից հետո, որ դուրս եկավ տնային կալանքի ԱԱԾ-ի մեկուսարանից Դուբայի Զագարով, ես 2 ամիս տնային կալանքում մնացի բնակարանում, լրիվ սպիտակ էի։ Այդ մարդը ԱԱԾ-ի մեկուսարանից դուրս էր գալիս Զագարով, ես կարամ կասկածեմ, որ նրանք նստածել չեն եղել։ Ժողովուրդը անընդհատ խաբվում է։ Ու ժողովրդին ինչքան ասում ենք, միշտ խաբվում են պատերազմների եւ ընտրությունների ժամանակ ամենաշատը, նրանք միևնույնն է ընտրեցին մի տարբերակ, որ կարծես այդ horse racing, հա, այդ ձիերի վազքի ժամանակ, երբ որ գնում ես, մտածում ես իրավունք չունեմ պարտվող ձիու վրա դնել, բայց ընտրությունների ժամանակ այտենց չի գործում, ընտրությունների ժամանակ հենց հակառակն է գործում, այդ ձիերի վրա, որ ֆեյվորիտների վրա ես դնում, միշտ նույն խաբեությունը կատարվում է։ Գուցե դա այն է, ինչ այսօր Հայաստանին պետք էր, կամ գուցե դա այն է, ինչ Փաշինյանին պետք էր։ Դες ես անցած անգամ ասել եմ, Հայաստանին պետք լինելով այդ նկարչությունը, որ կատարվեց, ժամանակավոր Հայաստանին պետք էր։ Բոլորի համար ցույց տալու Փաշինյանը Եվրոպային կասի, տեսեք դուք քիչ արեցիք, ձեր ուզածը չեմ կարող անեմ Ռուսաստանին ուրիշ, նույն ծանոթ սցենարն է, հա, ասենք չի հասնելու Սասնա ծռերի, որ աշխարհին ցույց տան, որ տեսեք մենք ճնշման տակ ենք, չենք կարող որոշում կատարենք, բայց ավելի խելոք, ավելի սիրուն գծված, ունենց նկարած ընդդիմություն, իշխանություն, ժամանակավոր լավ է։ Այսինքն աշխարհն էլ խաղի կանոնները ընդունեց կամ ոչ թե խաղի կանոնները, այս իրավիճակը ընդունեց։ Սինգապուրից մինչև, չգիտեմ, Ուզբեկստան, Տաջիկստան Փաշինյանին շնորհավորեցին։
ընդ որում կենտրոնական Ասիայի երկրների շնորհավորանքը ես հատուկ նայում էի բովանդակությունը, դե բովանդակությունը բարձ է շաբլոն պետք է լինի, այնտեղ ջերմություն կար, մի երկու նախադասություն ավել էր գրված, որտեղ ցույց տային, որ ինչ-որ նոր ջերմ հարաբերություններ են։ Եվ այստեղ հարց, ինչպես է գնահատում, փաստորեն բոլորը ընդունեցին, որ Բացի ոնց որ պարոն Բաբաջանյանը կասեր, պարոն Պուտինից։ Բացի պարոն Պուտինից, որից մինչ այժմ մենք ոչ մի լուր չունենք այդ բովանդակությամբ։ Ուրեմն տեսեք, Փաշինյանը իմ համար միևնույնն է ամենառուսամետ մեր ղեկավարն է, այդ խաղը, որ ընթանում է տարբեր բաներ կարա դրա ենթատեքստեր կարա դրա տակ լինի, ինչ վերաբերում է այդ երկրները, որ շնորհավորություն, դե դրանք նույն այդ թուրքական բլոկի երկրներն են, որոնք որ ասենք Ադրբեջանի հետ միշտ հավաքվում են տարբեր այդ գագաթնաժողովներին եւ զարմանալու ոչինչ չկար, ասենք այդտեղ ջերմությունն էր հետաքրքիր Ուզբեկստանի նախագահի օրինակ ուղերձում գրված էր ես շատ ուրախ եմ որ ես այս առիթը ունեմ ձեզ շնորհավորելու ես չգիտեմ իրանք վերջի անգամ իրար հետ երբ են հանդիպել նույնիսկ ասենք Ուզբեկստանի ղեկավարի հետ եւ ինչ ընդհանուր բաներ կա բացի այս տրիպին եթե հաջողվի սրա մասին դեռ խոսենք այո Ուրիշ, ես չգիտեմ, չեմ էլ լսել, որ նրանք ինչ-որ վերջի անգամ երբ են հանդիպել, երևի այդ շոսի ժամանակ, հա, վերջի անգամ հանդիպել են։ Լավ, դա իրեն շնորհավորել են, այսինքն այո, բոլորը ընդունել են, որ ամեն ինչ հարթ է անցել Հայաստանում եւ Հայաստանը շարունակում է ուրեմն մնալ իրենց գործընկերը, ում որ գործընկերը կար։ Պուտինը ինչու չի շնորհավորել։ Լսեք, դավադրության տեսություն կլինի, որ ասենք Պուտինի հետ երևի էլ եմ ասում ամենառուսամետ իշխանությունն է, այսօրվա իշխանությունը էկոնոմիկական տարբեր ճնշումներ պետք է ցուցադրեն, դա երկրի ներսի համար ձեռնտու է, այսինքն հարստության վերաբաշխումը կատարելու այն բիզնեսները, որ ժամանակավոր հիմա կընկնեն էժան գներով այս նոր իշխանության ներկայացուցիչները կառնեն եւ նույն ձև կաշխատի Այսինքն վերադասավորվում է բիզնես Այո, բիզնեսը միջավայրը Այո, բիզնեսն է վերադասավորվում, հարստության վերաբաշխումը կատարում, սովորական է, դա երրորդ կարգի երկրների համար սովորական process է, հա, մի քանի տարի սրանց են տվել, հիմա կվերցնեն, սրանց կտան, սովորական բացվելու է, ամեն ինչն էլ աշխատելու է, այդ սուտ ձևերը թե ասենք հիմա էսա փագում վաղը, հա փագում է, հետո կբացի, հիմա մենք Ռուսաստանից արդեն մեր ծանոթները հայտնում են, որ հայկական միրգը Վրաստանով գնում է Ադրբեջան, փաստաթղթերը փոխվում է եւ գնում է Ռուսաստան, այսինքն հիմնականում աշխատողը էլի աշխատելու է մի քիչ Բայց ցուցադրաբար չշնորհավորելը դրա նպատակը կամ ցուցադրաբար ցույց տա որ հայ-ռուսական հարաբերությունները շատ վատն են երկու օր առաջ էլ խոսում էին որ այդ հապկից Հայաստանին զրկեն որ ձայնի իրավունքից քննարկելու են դեռ որպեսզի ձայնի պարզ չի քննարկելու են թե չէ բայց այսօր արդեն շրջանառության մեջ է դրվում որ այնտեղ քննարկում են Հայաստանին զրկելու մասին ձայնի իրավունքից Տեսեք, ես կասեի միակ հիմնական պատճառը իհարկե Ռուսաստանի սանկցիաներն են, որ Հայաստանի վրա չազդի եւ Պուտինի այդ դերը շատ լավ, Ռուսաստանի այդ դերը շատ լավ կատարում է։ Հապկից կարող է զրկեն, բայց դուք չեք կարող ցույց տալ մեկ բանաձև մակում, որ Հայաստանը Ռուսաստանի դեմ քվեարկած լինի։ Միշտ Հայաստանը քվեարկել է Ռուսաստանի օգնության եւ այդ հապկում էլ ասենք տարբեր աղբյուրներով ելույթները տենում ես, քանի անգամ Փաշինյանը չի գնացել, բայց ուրիշ ներկայացուցիչները որ գնացել են, բոլորի ելույթները Ռուսաստանին եւ հապկին գովալու ելույթներ են, ոչ մի բևեռ մենք չենք փոխել, ոչ մի բևեռ չենք փոխում, ես բազումս անգամ ասել եմ, եթե երկիրը փոխում է բևեռ, առաջին հերթին անվտանգության բևեռն է փոխում Մենք այսօր ունենք ռուսական բազա եւ ռուսական սահմանապահներ, այսինքն մենք բևեռ չենք փոխել եւ ելի եմ կրկնում, դուք
չեք կարող ինձ ցույց տալ մակում մեկ քվեարկություն, որ Հայաստանը ձեռնպահ մնացած Չէ, ձեռնպահ եղել է, դեմը կարծեմ մեկ անգամ է։ Ձեռնպահ մի քանի հարցում եղել է։ Ուկրաինայի հարցում։ Այո, Ուկրաինայի հարցում։ Ես չեմ տեսել, եթե կա։ Կապ չունի դեմ հանդիման կամ հակադիր ճամբար Հայաստանը չի ընտրել, դուք ուզում եք ասել։ Այո, եւ այս ամբողջ կապիկությունը իրոք սանկցիաների համար է, Ռուսաստանը օգտագործում է Հայաստանը, եւ որպեսզի Հայաստանը սանկցիաների տակ չընկնի, այդ բեմադրությունը շարունակվելու է։ Այսինքն դուք դա բեմադրություն եք համարում, ոչ թե իրական հարաբերությունների վատթարացում, Ընդհանրապես հարաբերությունների վատթարացում չկա։ Չկա։ Բայց երկաթգծի շուրջ այդ խոսակցությունները։ Բայց երկաթգիծը Ռուսաստանը չի ուզում որ լինի։ Այդ երկաթգիծը Հայաստանին լավ է որ լինի, բայց Ռուսաստանին լավ չի։ Ով է պահում այդ երկաթգիծը, ինչի մինչև հիմա այդ Պարսկաստանի երկաթգիծը չկա, ինչի Պարսկաստանից գազ չենք ստանում։ Մեզ որպեսզի պահեն այդ նույն ճգնաժամի մեջ միշտ։ Ռուսաստանը չի թողում։ Ինչքանով է մեզ ընկեր, ինչքանով է մեզ ոչ ընկեր, այդ ժողովուրդը պետք է որոշի։ Այսինքն այն իրավիճակը, որը հիմա ներկայացնում է Հայաստանը կամ պահանջում է, որպեսզի Ռուսաստանը լիարժեք ուժով իր կոնցեսիոն պարտականությունները կատարի երկաթգծի հետ կապված ներդրումներ անի բացակայող, դա կամ կանես, կամ մենք ինչ-որ ուրիշ միջոցների կդիմենք։ Այսինքն ինչ պետք է խլեն։ Դե թող խլեն, կամ թող մի հատ ուրիշ երկաթուղի բացեն։ Դե խոսում են 2 միլիարդի ակնարկի մասին, որ ինչը մինչ այժմ անվճար էր, կարող է հիմա վճարովի լինել, ասում է Փաշինյանը։ Տեսեք, նախ եկեք գանք սկզբից։ ՍՍՄ-ի քանդվելուց հետո բոլոր պարտքերը, սկսած աֆրիկյան երկրներից, Կուբա, ասիական երկրներ, բոլորը ռեստրուկտուրացիա եղավ։ Բացի Հայաստանից, Հայաստանը միակ երկիրն էր, որ գույք պարտքի դիմաց տվեց, հա։ Հիմա կասեն Բելոռուսիա եւ Կազախստան, ոչ, այնտեղ լրիվ ուրիշ բանաձև է եղել, որը որ ձեռատվել Բելոռուսիային եւ Կազախստանին։ Հիմա տրված է այդ երկաթուղին, ինչ պետք է անես։ Միջուկային երկրի ձեռից խլես, չես կարողանալու խլես։ Եթե այդ երկաթուղու մասին մտածող եք, ստեղծեք մեկ այլ կառույց, մեկ այլ երկաթուղի, չգիտեմ, անունը դրեք մագնիսական բարձիկների վրա եւ արեք ձեր գործը։ Մի կպեք այդ երկաթուղուն, դրան չեք կարողանալու, ոչ Գազպրոմը կարակ խլեք, ոչ մյուսը կարակ խլեք։ Այսինքն դա էլ է ցուցադրաբար։ Իհարկե ցուցադրաբար ինչ որ ժողովրդին ցույց տալ, Փաշինյանի աթոռը պնդացնել, որ բանա, հա, այդ մարտիրոսա, հա, պայքարում է այդ հզոր պետության դեմ։ Մենք խոսում ենք մի պետության, որ չենք խոսում հələ պետությունից, հարթակ, Wildberries-ի պես հարթակը, ասենք, երբ որ իր ծրագրի մեջ իբր թե սխալ էր մցրել, սննկացրեց ամբողջ տնտեսական եւ սննդի խանութները, ժողովուրդը դուրս էր։ Ես խոսում եմ հարթակ, Wildberries, հա, որը որ մեր երկրի տնտեսական ապրանքների եւ սննդի ոլորտին սննկացրեց։ Մի հատ ալգորիթմ փոխելով, որ մարդիկ պատվիրում էին եւ պատվերը իբր Ռուսաստանի մեջ էր գալիս, իբր Wildberries-ը դա չգիտեր եւ Հայաստանի ժողովուրդը ամբողջ ապրանքը պատվիրում էր այնտեղից էժան, հետո ժողովուրդը գործարարները դուրս եկան, պետությունը, կառավարությունը դիմեց Wildberries-ին, Wildberries-ը ասաց մենք կուղենք, ուղեցին։ Մի խոսքով, ասենք մենք խոսում ենք մի պետության մասին, որ Wildberries-ի պես հարթակը կարող էր մեզ սննկացնել։ Հասկանում եք մենք ում մասին ենք խոսում։ Մենք չենք խոսում հələ կառավարության մասին, որ ամեն անգամ էձև փուլերով կարափագի եւ վերջում էլ գա ամենակարևորին գազին, բենզինին, այդ հեղուկ գազին եւ ընդհանրապես այն ժողովուրդը, որ Փաշինյանը ընտրել, փողոց դուրս գա եւ Փաշինյանին շպրտի աթոռից, հա։ Եթե ուզենա Պուտինը իրոքանի, վաղը գազը կասի ես գինա կամ կփագի եւ այս նույն ժողովուրդը, որ Փաշինյան ընտրել է, փողոց դուրս գա, Փաշինյանը մի երկու օրից կփախնի։ Բայց չի անում, չէ՞։ Հարց ինչի չի անում, եթե թշնամի երկիր է։
ինչի գազը չի թանկացնում, ինչի չի փակում ընդհանրապես։ Փակում այն ինչ որ երկրի ներսում կատարվի, ես էլի ասացի, վերաբաշխում։ Ձկնաբուծարաններ, ծաղիկի ջերմոցներ, պամիդորի ջերմոցներ կլինի վերաբաշխում։ Հարստության, բիզնեսի, այս նրանք կծախեն, այս կողմը կառնի, հետո էլի կբացվի։ Այսինքն, այս մեր զրույցի առաջին հատվածն է, ինչ գովազդ ենք հայտարարելու եթերում։ Դուք ասում եք, այն ինչ կատարվում է ազգային ժողովում, դա շոու է։ Մնում եք ձեր կարծիքին, որ ընդդիմություն ինչպես չունեինք, այնպես էլ չունենք։ Եվ դա ինձ համ ուրախացնում է, այսինքն ուրախացնում է, որ մենք անելիք ունենք եւ ժողովուրդը մյուս անգամ էլ սրանց չի ընտրելու։ Եվ մի կողմից էլ հիասթափեցնում է, որ երկիրը զարգացում չի ունենալու եւ խնդիրները դոփելու են իրենց տեղում։ Սա շոու է եւ Ռուսաստան-Հայաստան հարաբերությունների այս թվացial ցուցադրվող սառնությունը դա եւս շոու է, ասում եք դուք։ Այո, շատ հաջող բեմականություն։ Հաջող բեմականություն։ Շնորհակալ եմ, գովազդ ենք հայտարարում եթերում, սիրելի բարեկամներ, շարունակելու ենք զրույցը Քոչարի կուսակցության նախագահ Արտակ Սարգսյանի հետ։ Մնացեք մեզ հետ։ Ֆելիչե ժամանակակից ատամնաբուժական կլինիկա։ Այստեղ հարմարավետությունն ու խնամքն առաջնային են։ Այստեղ կիրառվում են ատամնաբուժական ամենաժամանակակից տեխնոլոգիաներ, ճշգրիտ ախտորոշում, արդյունավետ բուժում, նուրբ փորձառություն եւ անհատական մոտեցում։ Սկսած սովորական մանրուքներից մինչև առաջադեմ ընթացակարգեր, այստեղ դուք գտնվում եք բարձր որակավորում ունեցող եւ փորձառու ատամնաբուժական մասնագետների ձեռքերում։ Մեր բարեկամական եւ հյուրընկալ անձնակազմն այստեղ է յուրաքանչյուր այցը հաճելի դարձնելու համար։ Ֆելիչե, ձեր առողջ եւ ամենաերջանիկ շպիտը սկսվում է այստեղից։ Եկեք եւ բացահայտեք նորարարության փորձագիտության եւ կարեկցանքի կատարյալ համադրությունը։ Երևան Փոստը Գրանադա Հյուզում տեղեկացնում է։ Դրամական փոխանցումներ 1%-ով։ Օդանավով 1 փաունդը 2.99։ Նավով ուղարկեք 1 արկղ, երկրորդ արկղը անվճար։ Ավտոմեքենաների փոխադրում անհավատալի արժեքներով։ Ինչպես նաև կահույք եւ մեծ չափի բեռների փոխադրում։ Jackpot հագուստի խանութը երկրորդ մասնաճյուղն է բացել Գլենդելի սրտում, որտեղ կարող եք ձեռք բերել եվրոպական եւ ամերիկյան ընտիր հագուստեղեն, կոշկեղեն, աքսեսուարներ, պայուսակներ ամենահարմար արժեքներով։ Նաև կարող եք ցանկացած ապրանք պատվիրել եւ ձեռք բերել կարճ ժամանակում։ Jackpot-ի Գլենդելի հասցեն է 1135 North Pacific Avenue, հեռախոս 818 813 2252։ Jackpot հագուստի լավագույն կենտրոնը Գլենդելում։ Արարատ ռեստորան, ընտանեկան եւ ընկերական ժամանցի լավագույն հասցե, սիրված արտիստներ, հյուրընկալ մթնոլորտ, հարուստ ճաշացան, անմահական խորտիկներ։ Արարատ ռեստորան, հասցեն անփոփոխ, սիրով սպասում ենք ձեզ։ Լավագույն պաղպաղակ, բնական, համեղ եւ մատչելի գներով պաղպաղակը կարող եք ձեռք բերել բոլոր հայկական խանութներում։ Պահանջեք հայկական պաղպաղակ, Թամարա պաղպաղակ։ Նոյան տապան տպարան, Նոյան տապան հրատարակչություն, շարվածքից մինչև տպագրում, զանգահարեք, գրեք, այցելեք, միասին պատրաստենք ձեր գիրքը, ամսագիրը կամ թերթը, որտեղ նշվելու է, տպագրված է Նոյան տապանում։ Սիրելի բարեկամներ, հիշեցնեմ, որ մենք զրուցում ենք
Պարոն Արտակ Սարգսյանի հետ Քոչարի կուսակցության նախագահ, պարոն Սարգսյան, իմ զրուցակիցներից մեկը երեք այսպիսի ձևակերպում առաջադրեց։ Նա ասաց, որ Հայաստանը եվրասիական ինտեգրման համար կարևորագույն պետություն է։ Իմ հարցը է, համաձայն եք այդ ձևակերպման հետ, թե ոչ, որ Հայաստանը կարևորագույն է այդ եվրասիական ինտեգրման համար, եւ որքան գիտեմ Ադրբեջանը եւս հավակնում է լինել կարևորագույն երկիր այդ հանգույցի համար Կենտրոնական Ասիան, Եվրոպայի հետ միավորելու հարցում ինքը ինչ որ կարևոր դերակատարում է ուզում լինել։ Այստեղ մրցակցության մասին է խոսքը, թե տեղ ինչեր իմ համեմատությունը դա մեկ հարց է, եւ հաջորդը թրիփի հետ կապված կար ինֆորմացիա, դեռ ես չեմ ստուգել հաստատում եղել է թե չէ այդ առաջարկի, որ Trip Plus այդ հիմնադրամի սկզբնապես նախատեսված գումարը կարծեմ $201 միլիոն էր, փորձ է արվում, առաջարկ է արվել կրկնապատկել դարձնել 402։ Այստեղ թվերը չեն Սոկոլովի։ Այո, կարևորը ոչ թե թվերն են այդքան, որտեղ կարող է հետագայում էլի ավելացվի կամ չհաստատվի սա, այլ միտումը, տենդենսը, որ Միացյալ Նահանգները այնուամենայնիվ թրիփին ուշադրություն շարունակում են դարձնել եւ լուրջ վերաբերել այդ նախագծին։ Եվ այսպես, Հայաստանը եվրասիական ինտեգրման կարևորագույն երկիր։ Տեսեք, ուրեմն ինչ վերաբերում է եվրոինտեգրում, նախ ասեմ, որ մեր նախընտրական ծրագրի մեջ նույնպես կար, որ Հայաստանը ընդհանրապես այդ ինտեգրումներից պետք է հրաժարվի եւ դառնա Սինգապուրի պես մի երկիր, այսինքն կամուրջ։ Լավ, չգնանք Սինգապուր, չգնանք Իսրայել, մեր հարևան Վրաստանը։ Ոչ եվրոինտեգրված է, ոչ հապկի մեջ է։ Այսինքն ինքնուրույն ապրում է։ Հա, մի ժամանակ փորձեց դեպի Արևմուտք, Ամերիկա, բայց հիմա ոչ մի բլոկի մեջ չի ինտեգրված եւ ցանկություն էլ չկա ինտեգրվելու։ Ինչքան էլ ասեն, որ ուզում է հապկի մեջ մտնի, որ այդ Սուխումին բան Ռուսաստանը խոսքատվել, բայց ես չեմ տեսնում իրական ինչ-որ քայլեր, որ նրանք ուզում են ինտեգրվեն որևէ համակարգի մեջ եւ շատ էլ լավ ապրում են, թե նրանց մաքսային, ասենք այդ տոկոսները ինչ էժանա, Դուբայի չափ 5%, հա, այսինքն ներմուծման ժողովրդի կյանքի թե լիցենզավորման գործունեություն, ամեն ինչ այնքան հեշտացված այդ երկրում, որ գալու է ժամանակ, որ Հայաստանի մեծ բիզնեսները փոխվելու է դեպի Վրաստան, հա, կան գործունեություններ, որ Հայաստանում լիցենզավորված է, սկսած ամենահասարակ, հա, այդ տարադրամի փոխանակման կետ։ Վրաստանում դա լիցենզավորված գործունեություն չի, կարող ես երբ ուզենաս բացես եւ մի խոսքով ուզում ասեմ ոչ մի բանի մեջ չի ինտեգրվել այդ պետությունը եւ բիզնեսի կողմից ավելի լավ ասենք տնտեսությունը կարողանում պահել ունենալով էլի բնակչության աճի մեծ խնդիր, քան Հայաստանը։ Այսինքն ունենալով Հայաստանից 5 անգամ մեծ հող, բնակչությունը համարյա Հայաստանի չափ է։ Էլի հարց ունեն այդ բնակչության աճի մեծ հարց ունեն այդ երկրում, բայց այդ եվրոինտեգրման փորձից հետո նրանք հասկացան, որ փչացավ այդ ընտանիքի հարաբերությունը եւ նրանք հրաժարվեցին այդ ծրագրից։ Չեն ուզում եւ ինձ չի թվում, թե Հայաստանը ինչի պետքա գնա ինչ-որ եվրոինտեգրման կամ մենք կարանք Վրաստանի պես եւ ավելի հաջող կլինի հաշվի առնելով մեր այս հարևաններին, Պարսկաստան, տարբեր տրամադրություններին, ինչի թվում որ Հայաստանը պետքա ձգտի այդ եվրոինտեգրման եւ Հայաստանի համար այսօր այդ վիզաների ազատականացումը լինելու է մի հատ մեծ գաղթի պատճառ։ Ներգաղթի Չէ, եւ արտագաղթի պատճառ։ Եվ ոչ ներգաղթն էլ կհեշտանա, ճիշտ է։ Ինչի թվում որ ներգաղթ կլինի, բայց դա ինչ-որ մի հատ ճշնամական ծրագիր կլինի, որ Հայաստանում էլ մարդ չի մնա։ Այսինքն դուք բացասաբար եք վերաբերում։ Ես միշտ բացասական եմ վերաբերվել բոլոր բլոկներին։ Հայաստանը պետք է հրաժարվի այդ բլոկներից։ Անվտանգության մասին են խոսում դրա հետ այդ կոնտեքստում։
Դե հիմա տեսեք, ես Դա երաշխավորում է անվտանգությունը, Փաշինյանը իհարկե թրիփի մասին էլ էր խոսում, որ անվտանգություն է դա երաշխավորելու է 99 տարին։ Հա, տրիպը եվրոինտեգրման հետ ընդհանրապես կապ չունեցող Ուզեմ ասեմ, տարբեր ինչ-որ ծրագրեր, որոնք բացատրվում են անվտանգության ապահովման, այսպես երաշխիք որպես։ Տեսեք, տրիպը ես ասել եմ, որ երբ որ տրիպը հայտնվեց, իհարկե դա անվտանգության հարց էր, Ադրբեջանի բանախոսությունը ընդհանրապես փոխվեց, խոսելու կերպը փոխվեց, տրիպը ժամանակավոր փրկություն էր, բայց ինչքան երկարում այս տրիպը դառնում է արդեն, գիտեք, պատմության մեջ, եթե նայենք դարի սկզբից սկսած, հա, ունեցել ենք Արգենտինայի միջանցք, ունեցել ենք Ստամբուլի միջանցք, ունեցել ենք էլ որը մի քանի տենց միջանցքներ, որ երկարել են եւ դարել են սկամ, հա, սկամ ասելով գանք Արգենտինայի միջանցքից, հա, պետք է այդ երկար 300 կիլոմետրանոց միջանցքը փորվեր, որպեսզի ջրային միջանցքը, հա, որպեսզի բեռնափոխադրումներ լիներ, Անգլիան հողերը ծախեց, այդ միջանցքի կողմը հողերը վերցրեցին եւ ժողովրդին գցեցին։ Մի խոսքով, հետո եղավ Ստամբուլի միջանցքը, որը որ էլի խայտարակ վիճակ էր, հա, Բոսֆորի փոխարեն Ստամբուլի միջանցք են դնում, հողերը ծախեցին, փողերը վերցրեցին, հետո ասեցին բնապահպանության հարց, Ֆլորիդայի միջանցքը, որ պետք էր Ատլանտյան օվկիանոսը, հողերը ծախեցին շատ թանկ գներով եւ միջանցքը, ուզում ասեմ, եթե նայենք պատմության մեզ հայտնի երևի մի 10-20 հատ այտենց, երբ որ երկարում է արդեն սենց, ես վախենամ, որ տրիպն էլ դառնա մի հատ այտենց սկամ արդեն, հա, ոչ թե իրական, ասենք, ինչ-որ հարց լուծի, այլ դառնա մի հատ այտենց սկամ, ոնց որ այդ միջանցքներն էին։ Դե դեռ երկարելու մասին չենք խոսում, որովհետև տեսնում ենք, ամենայն դեպս էլի ցուցադրում է, որ ինչ-որ գործողություններ անրվում են։ Այս Trip Plus հիմնադրամի շուրջ այս խոսակցությունը, որ գումար է ավելանում, հատկացվող գումարը, որը ներդրվելու է այդտեղ։ Գալիս գնում են, ինչ-որ չափում ձևում են։ Դե, հա, Պարսկաստան, Կասպից ծոց, Արաբական ծոց միջանցքը, հա, եթե նայենք Ստամբուլի միջանցք, այնտեղ արդեն էքսկավատորները բերած։ Այսինքն դա ցուցիչ չէ, հա։ Դա ցուցիչ չէ։ Արգենտինայում փորել էին արդեն, սկսել էին փորել այդ մեծ էքսկավատորներով, գնացքներով, 300 կիլոմետր պետքա փորեին, եւ իրոք Արգենտինայի համար դա կլիներ փրկություն, հա, այդ 300 կիլոմետրանոց։ Լավ, եթե դուք թերահավատ եք Չեմ թերահավատում, բայց ինչքան երկարի այդ հարցը, համարենք չի երկարում, համարենք ստացվում է, դա տալիս է, դա կապ ունի այդ ձևակերպման հետ։ Եթե Trip-ի միջանցքը բացվի, այդ 42 կիլոմետրի մասին է խոսքը, դա 300-ի չի, ընդամենը 40 չգիտեմ քանիս է։ Այդ եվրասիական ինտեգրման համար կարևորագույն պետություն, այսինքն մենք դառնում ենք ինչ-որ հաբ։ Իհարկե 4 միլիարդ մարդ աշխարհում իրար կկապնվի, եթե մեզ թողեն այդ գործը անենք, բացի Ամերիկայի Միացյալ Նահանգների համար, դա ինչ-որ հասկանում եք, այդ 400 միլիոնը երկարաժամկետ աշխարհաքաղաքական հենակետ է, լծակ է, հենակետ է, էլ չասած ՆԱՏՕ-ի համար, որ անցած անգամ արդեն ասել է, որ ՆԱՏՕ-ի զորքը կարա եւ այստեղ ամենակարևոր երևի ծրագիրը, որ ներկայացրել է Կարնեգի հիմնադրամին, եղել է մեր ՀԿ-ի կողմից, որ բերեք ոչ թե այլ երրորդ ուժի տանկ, այլ հայկական լեգիոնները, որ ուժերը, որ հետաքրքրված են այդ երկրներից հայկական լեգիոններ պատրաստենք եւ նրանք վերահսկեն այդ միջանցք, ասածը կամ ճանապարհ ասածը, մենք միջանցք հրաժարվում ենք, ասենք, այո, կլինի 4 միլիարդ մարդ, ասում եմ, կարա իրար կապնվի աշխարհով այս մետաքսիա ուղիով, մենք չասենք Trip, չասենք Պուտինի ճանապարհ, ասենք մետաքսի ուղին, հա։ Բայց էլի եմ ասում, դա եվրոինտեգրման համար ընդհանրապես կապ չունի։ Հիմա մետաքսի ճանապարհը եղել է, երբ որ Եվրոպան եղել է այդ մութ ժամանակներում ապրել, հա, ու այդ մետաքսի ճանապարհը զարգացրել է Եվրոպային։
Բայց Եվրոինտեգրումից մենք ընդհանրապես ինչ վերաբերում է Ադրբեջանը Եվրոինտեգրվելու ես էլի կասկածում եմ, որ Ադրբեջանն էլ ցանկություն ունի Եվրոինտեգրման, նախ Ռուսաստանի հետ էլի չի փորձելու նա փչացնի իր հարաբերությունները, դա էլ բեմադրություն է, ինչքան էլ ցույց են տալիս։ Հայաստանն, Ադրբեջան դրանք այդ կոպեկի երկու տարբեր կողմերն են, նրանք ընդհանրապես պրոբլեմ չունեն։ Հա, ցույց են տալիս բիզնեսմենների մակարդակով պրոբլեմ կա, բայց ասենք առաջի դեմքերից մանավանդ Ռուսաստանի մենք չենք լսում ոչ մի բան։ Խոսենք պրովոկացիաներից, հնարավոր են արդյոք պրովոկացիաներ այստեղ եւ չգիտեմ, էլի տեղին է թե ոչ իմ համեմատությունը, այն ինչ տեղի ունեցավ Մադրիդ-Իսպանիա փոխհարաբերություններում այդ Սեուտայի հետ կապված միգրանտների թեման։ Պետք եղած պահին հնարավոր է հանկարծ սեղանի տակից քարտ դուրս գա, որը վնաս հասցնի Հայաստանին։ Տեսեք, գանք այդ միգրացիոն քաղաքականությունից, հա, ես տեսեք, ծնելիությունը ամբողջ աշխարհում իջել է։ Այդ կենսաթոշակային համակարգը փլվում է։ Ես վատ լուր ունեմ մեր թոշակառուների համար, հա, եթե համեմատում ենք 90-ականներ, 80-ականների վերջ, մենք 60-70 հազար ծնելիություն ենք ունեցել, այս տարի 30 հազարը հազիվ է հասնում։ Այսինքն այս թոշակառուների կենսաթոշակային համակարգը, բացի ասենք Չինաստան եւ մի քանի արաբական երկրներ, որտեղ որ ուրիշ ձև է կատարում կենսաթոշակը, այսինքն քո հաշվին դնում են փողը, երբ որ վերջացնում ես քո ծառայությունը, քեզ այդ լամսամ, ընդհանուր փողը տալիս են քո ձեռքը եւ վերջ, դու գնում ես։ Դա միայն Չինաստանն է եւ մի քանի արաբական երկրները։ Իսկ եթե դու այսօր կենսաթոշակը տալիս ես պետությանը, հարկը այդ թոշակի, հա, դա պետությունը օգտագործում է եւ այդ համակարգը ստեղծված է նրա համար, որ ասենք քեզանից հետո ծնելիությունը պետք է շատ լինի, եթե այսօր ունենք 400,000 թոշակառու, ասենք 600,000-ը հետևից պետք է գա, որ այս 400,000-ին պահ, եթե հետևից գալիս է 20,000, 400,000-ին չի պահելու եւ լինելու են կորոնաներ, լինելու են այլ ձևեր, եթե թոշակառուներին զրկեն թոշակից, դա ամենալավն է լինելու, թե չէ գլուխը ուտելու են։ Հիմա էսի վատ լուր թոշակ։ Հիմա նույնն էլ Իսպանիայում, ումա ձեռ տալիս։ Իհարկե Մորոկոին ձեռ է տալիս այդ Վերին Սահարայի հարցն է, ֆինանսավորման հարցն է, Իսպանիային ումա ձեռ տալի, պետությանը ձեռ է տալիս, ստեղծում է, ասենք, այդ կորպորացիաներին աշխատուժի պակաս կա, լիբերալ ուժերին ձեռ է տալիս, որ եթե քաղաքացիություն տան վաղը ընտրազանգված է նոր լինելու, այդ ազգայնական ուժերին ձեռատալի, որ լծակ է լինելու, որպեսզի։ Այսինքն սա Իսպանիային ձեռնտու։ Իհարկե Իսպանիային, հիմա տեսեք այդ Great հակաիսպանական չէր, այսինքն ձեր կարծիքով։ Ես հիմա բացատրեմ, ինչքան էլ իրանք ասում են, թե բոլորին համարյա հետ են ղրկել, հա, այն դավադրության տեսության great replacement-ը որ կա, հա, մեծ փոփոխությունը, տեսեք Անգլիան, տեսեք, էլի եմ ասում, դեգրադացված հասարակություն է, չկա ծնելիություն, մի ամբողջ համակարգ փլվելու է այդ ծնելիության համար, կորոնան էլ չի փրկում, այդքան չեն մեռնում, որ ասենք գալու է այդ թոշակառուների հարցը, որ դու չես կարողանալու թոշակը տալ, նույնն է Հայաստանում է կատարում, մի կարծեք, էլի եմ ասում, 400,000, 30,000 ծնելիությունով մենք չենք կարողանալու թոշակառուներին պահենք։ Հիմա ումա ձեռ տալիս, իհարկե Իսպանիային ձեռ էր տալիս, սա պարապմունք էր, ասենք, Իսպանիային ինչով է ձեռ տալիս, տներ, սպառողական ապրանքներ, հնայի աճ, հա, ամեն ինչով, էլի եմ ասում, թե ազգային ուժերին է ձեռ տալի, որ լծակ են ստեղծելու, որպեսզի նոր օրենքներ ընդունեն, թե լիբերալ ուժերին է ձեռ տալու, որ քաղաքացիություն են ստանալու եւ վերցնելու են նոր ընտրազանգված։ Ծնելիությունը շատանալու է, կորպորացիաներին ձեռ է տալիս, որպեսզի աշխատուժ է լինելու, բոլորին ձեռ էր տալիս այս Իսպանիայի այս բանը եւ նույն բանը կարա Հայաստանում լինի, իհարկե կարող է լինի 30,000 ծնելիությունով
այս մարդը թոշակա բարձրացրե ո՞նց է պահելու։ Եկեք էլի եմ, երբ որ ես Հայաստանից գնացել եմ 80-ականներ թվականներ, 90,000 ծնելիություն, 90,000-ով մենք կկարողանայինք պահենք, եթե այդպես աճեր, բայց հələ մի հատ նայեք, այդ 80-ից 89, 90, 91, 90 Դե պատերազմական տարիներ էին, հիմա էլ մենք պատերազմում այդ երիտասարդությանը կորցրեցինք, չենք մոռանում դրա մասին։ Դա բացատրություն է ինչու։ Բայց պատերազմից առաջ էլ չկար ծնելիություն։ Լավ, ասենք 34,000-ից իջել է 30,000։ Միջև պատերազմը 18 թիվն ենք, չի որ մենք ծնելիություն ենք, դեգրադացվել է մեր հասարակություններն է դեգրադացվել։ Եվրոպան ինչի պիտի նույն բանը անի։ Չեն ունենում, փող են տալի իրանց ժողովուրդը երեխա չի ունենում։ Ինչ պետք է անեն։ Այդ համակարգը ոնց պետք է պահեն, այդ մեծ ամբողջ համակարգը ստեղծված է կենսաթոշակային ծնելիության հաշվին եւ այդ համակարգը չի գործելու, փլվելու է։ Ասում եմ, բերեցին կարոնանել, թեթևացրեցին իբր, մեռան այդ թոշա, օրը 10-15 հազար ամեն երկրում թոշակառու մեռավ, բայց չվերացան։ Այդ ծանր բեռը կա, այդ ամբողջ համակարգը պատրաստ չեն փոխեն, չեն կարող մի օրում բռնեն, ասենք Չինաստանի կամ այդ արաբական երկրների պես սարքեն, իրանք այդ փողերի հաշվին են ապրում։ Մի խոսքով շատ ցավալի վիճակ է Հայաստանում էլ, որ վաղը տեսնեք այդ Մորոկո, Իսպանիայի փոխարեն վաղը Հայաստան են բերելու, մի զարմացեք, որովհետև սրանք էլ պետքա մտածեն, ոնց պետքա պահեն այդ 400,000, 500,000 մարդ համարյա։ Ասում եմ, այդ բառը, որ իրանք այդ արտահայտությունը որ մտցրել են, դա դավադրության տեսություն չի, great replacement է։ Անգլիայում արդեն վաղուց, Ֆրանսիան մի քանի տարուց կարող է արդեն մահմեդական պետություն լինի, ես չգիտեմ 50 տարուց, 30 տարուց։ Գերմանիան, տեղացիները երեխա չեն ունենում, այդ բերված մահմեդականները։ Լոնդոնում վերջի անգամ գնում էի, ոստիկանը ինձ կանգնացնում, ասում է, այս թաղամաս եթե մտնում ես, հանգարտ չխմեք, սա մահմեդական թաղամաս է Լոնդոնում։ Լոնդոնի մեջտեղը ոնց որ ասենք Սաուդիայում մեծ հրապարակում Հայաստանը ինչ անի այս իրավիճակում, որպեսզի այդ վիճակատագիր չկիսի այդ ծնելիությունը պետք է շատացնի, այս թոշակային համակարգը փոխի, գնա այդ չինական կամ արաբական համակարգին, հրաժարվի այդ պարգևավճարներից չմտածի այդ փողը վերցնի, ստեղծի մեկ այլ հիմիկվանից պետք է ստեղծի այդ այլ կենսաթոշակային համակարգը, միջև ծնելիությունը շատանա։ 30,000 ծնելիությունով մենք էլի եմ ասում չենք կարողանալու, ինչքան է վատ հնչի ես մեր թոշակառուների համար։ Եթե ձեզ զրկեն թոշակից ուրախացեք, գոնե գլուխները չեն ուտելու։ Այսինքն նախընտրական գործողություն եք ակցիա եք համարում այս թոշակների բարձրացումը այնուամենայնիվ, հա, ոչ թե հաշվարկված եւ ոչ մի հաշվարկ չկա, չի կարող այդ համակարգը ախր էլի եմ ասում, համակարգը ստեղծված է, այդ ամբողջ համակարգը ստեղծված է ծնելիության մեծանալու վրա եւ այդ համակարգը փլվում է։ Պարոն Սարգսյան, այսօրվա մեր զրույցը ստացվում է ամեն ինչ ուր նայում ես բոլորը շոու է, բլեֆ է։ Մենք ասացինք, որ ազգային ժողովում շոու է, ասացինք, որ հայ-ռուսական հարաբերություններում շոու է եւ երեկվա իմ հյուրերից մեկը ասաց, որ թրիփը դա մեր տարածաշրջանի խոշորագույն բլեֆն է։ Իսկ դուք ասում եք, եթե երկարի դանդաղեն աշխատանքները թրիփի շուրջ նշանակում է այո դուք եք ոնց որ թե համաձայն որ դա կարելի համարել որ դա էլ է բլեֆ որ դեպքում այսինքն մենք շրջապատված ենք այսպես ֆոկուսնիկներով այո որ դեպքում է Միացյալ Նահանգների համար ձեռնտու որպեսզի դա բլեֆ չլինի ով է բլեֆը նախ ումն է այդ բլեֆը եթե դերակատարը հիմնական Միացյալ Նահանգներն են Միացյալ Նահանգներն են բլեֆի դիմում ինչ նպատակով իսկ գուցե ոչ Միացյալ Նահանգներին այսօր խիստ անհրաժեշտ է գործարկել այդ թրիփը որի վկայությունն է այդ ավելացումը որի մասի խոսվում է դեռ Trip Plus հիմնադրամի Տեսեք, նախ Սոկոլովից հագանք Ռուսաստանի էմիգրանտ հրեա Ինչքան գիտեմ Հայաստանում է Viva-ի 26%-ի փայատերն է Դա պարզապես ասենք Trip Plus-ի ոնց որ թե կառավարիչն է լինելու
Այո։ Այդ Սոկոլովը դրա մասին է խոսքը, իր մասին է խոսքը։ Հիմա ինչ ես ասացի տրիպը դա աշխարհաքաղաքական երկարաժամկետ հենակետ է Ամերիկայի Միացյալ Նահանգների աշխարհաքաղաքական տնտեսական ես չեմ ասում Ամերիկայի Միացյալ Նահանգների համար ասենք տնտեսական դա Հորմուզն է, Սուեզն է, Պանաման է, հա, այս միջանցքը դա աշխարհաքաղաքական է։ Ինչ կարա լինի, որ նրանք հրաժարվեն այս ծրագրից, ես կարամ ասեմ, որ այս ճնշումը Ռուսաստանի համար արված է, եթե իրար հետ լեզու գտնեն, վաղն է կհրաժարվեն։ Ու ամենացավալին է, որ ինչքան երկարի այս տրիպի սկսելը, այնքան կարող է արդեն դառնա այդ նույն Պանամայի, Ստամբուլի, Այսինքն դուք Ռուսաստանի գործոնով եք պայմանավորում Միացյալ Նահանգների հետաքրքրությունը տրիպի հետ կապված, ոչ թե տնտեսական լուրջ պրոյեկտ է Հայաստանի համար տնտեսական պրոյեկտ է։ Միացյալ Նահանգների համար։ Ես ընդհանրապես չեմ գտնում նրա համար ռազմավարական, ասենք, պրոյեկտ է ՆԱՏՕ-ի տեղաշարժի համար, բայց վերջի վարիանտ ՆԱՏՕ-ն էլ այդքան արդեն Ամերիկայի Միացյալ Նահանգներին քանի անգամ նրանք հայտարարել են, որ ՆԱՏՕ-ից դուրս կգան, քանի որ մեծ ֆինանսավորումը հենց Ամերիկայի Միացյալ Նահանգներն է տալիս ՆԱՏՕ-ի։ Եվ այդ Իսպանիայի դեպքերն էլ մոռացանք ասեմ, որ Պուտինին ու Ռուսաստանին էլ էր ձեռ տալիս ՆԱՏՕ-ի թուլացում, հա, այդ միգրանտների այդ ներխուժելը դեպի արդեն խոսքեր կա, որ Եվրոմիությունից ուզում են դուրս գան, ՆԱՏՕ-ից ուզում են դուրս գան, այո։ Այստեղ Իրանի գործոններ, հա, Իսպանիայի եւ Թրամփի հարաբերությունների վատթարացման։ Ես Պարսկաստանի համար ասել եմ, ոչ, էլի եմ ասում, Ամերիկային ձեռը տալիս Հորմուզի նեղուցի փակում։ Նա չի ուզում բացի։ Դա շատ հանճարեղ ծրագիր է։ Եվ էլի եմ ասում, արաբական երկրներին ասվել էր 30 թվականից մինչև 30 թվական ձեր էկոնոմիկան նավթայինից փոխեք։ Միացյալ Նահանգները Հորմուզը չի ուզում բացվի։ Դա Տրամփի իրոք հանճարեղ ծրագիրն է, նավթը ծախելու են ուրիշ երկրներ։ Բայց ինչպես է լուծվելու այս խնդիրը։ Իրան եւ Միացյալ Նահանգներ այս թնջուկը ինչպես է հանգուցալուծվելու։ Հանգուցալուծում։ Եթե Հորմուզն է թեման եւ Հորմուզի փակ պահելն է թեման, իսկ Իրանը Հորմուզից գումար է ուզում ստանալ։ Կրիպտոյով է ստանում։ Ուր է գնում այդ կրիպտո կաշիլյոկը ումն է։ Ամերիկայինն է թե ումն է, չգիտենք։ Նավերը, որ ուզում է անցնի կրիպտոյով վճարում է։ Ում է վճարում, ինչ գիտենք։ Ասում են թե Իրանին են վճարում, բայց ինչ գիտեք Իրանին են վճարում։ Վճարում են բիթքոյնով կամ USDT-ով, բայց ոնց է, որ USDT-ով Պարսկաստանին են վճարում։ Ուրեմն Ամերիկայի այդ ամբողջ հետախուզությունը, ասենք, չի կարողանում այդ էլեկտրոնային կաշիլյոկի վրա ազդել։ Այսինքն սա էլ է մեծ բլեֆ, հա։ Ես ասել եմ, որ Տրամփի հանճարեղ ծրագիրը Հորմուզը փակելն էր, քանի որ նավթը նրանք են ծախում։ Ես շնորհակալ եմ պարոն Սարգսյան այսօրվա զրույցի համար, շատ շնորհակալություն ձեր մեկնաբանությունների համար, բոլոր դեպքերում հետաքրքիր էր եւ նոր մտքեր էին։ Սիրո, մեր բոլոր ասածները know-how-ը, Գայանե ջան, թե ընտրական, թե նախընտրական ծրագրերը, ափսոս որ ժողովուրդը հույս ունենանք, որ սխալվում եք դուք, որովհետեւ ես շատ կուզենամ, որ ես սխալվեմ, ես կուզենամ, որ 4 միլիարդ մարդը Հայաստանով այս մետաքսի ճանապարհով իրար հետ կապնվի, ես շատ կուզենամ, իրոք կուզենամ, որ դա իրականացվի, քանի որ մենք արդեն կորցրեցինք այդ Վրաստանի գազի ճանապարհը, գոնե այս մի ճանապարհը մեր ձեռքում լինի, որ մենք էլ ունենանք լծակներ աշխարհի վրա ազդելու։ Հայաստանը ինչ որ անելիք ունի այդ ուղղությամբ, որ դա լինի, թե Հայաստանը զուտ կողքից որոշում կայացնող է պետք է որոշում կայացնող լինի, ասի սկսում ենք ու սկսենք, վերջ։ Ուրիշ ոչ մի բան պետք չի։ Շնորհակալ եմ։ Շնորհակալություն սիրելի բարեկամներ, Քոչարի կուսակցության նախագահ Արտակ Սարգսյանի հետ էինք զրուցում, զրուցվարում էր Գայանե Առաքելյանը, բարին ընձեզ։